Ադրբեջանում Արցվաշենը Հայաստանին վերադարձնելու մասին խոսույթ չկա։ Փոխարենը Հայաստանի վարչապետը սեփական երկրի տարածքում գտնվող Տիգրանաշենի Քյարքի հայկական պատկանելիությունն է կասկածի տակ դնում։ Այս հակադրությունն է իր գրառման բարձրաձայնում ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը զուգահեռ հարց ուղղելով։ Եթե Բաքվում չեն խոսում Արցվաշենը Հայաստանին վերադարձնելու մասին, ապա ինչու է հենց Երևանում ձևավորվում ադրբեջանական տարածքներ փնտրելու եւ դրանք վերադարձնելու օրակարգ։ Պատմության մեջ դժվար է գտնել այնպիսի ղեկավար, որը անընդհատ փորձում է ոչ թե սեփական պետության ինքնիշխանության դիրքերից հանդես գալ կամ պաշտպանության դիրքերից կամ խոսել մեր օկուպացված տարածքների մասին, այլ խոսել ու փնտրել ամենուրեք ադրբեջանական ճակերտավոր ադրբեջանական տարածքներ։ Հայրապետյանի խոսքով սա արդեն պարզապես հայտարարությունների մակարդակ չէ, այլ հասարակությանը հնարավոր նոր զիջումների հոգեբանորեն նախապատրաստելու գործընթաց։ Ցանկացած գործողության նախորդում է տեղեկատվական նարատիվային պատերազմ, որտեղ խոսույթներ են սկսում գեներացվել եւ այդ խոսույթների միջոցով սկսում են ազդել մարդկանց ուղեղի եւ մտքի վրա։ Եթե ուշադրություն դարձնեք, այս պահիձությամբ որևէ իրական գործընթաց չկա, որևէ իրավական գործընթաց չկա այդ տարածքների հետ կապված, բայց Փաշինյանը այդ խոսույթը գեներացնում է հայ հանրության մեջ, փաստացի տրամադրելով հերթական զիջումների։ Այս դեպքում բանակցային գործընթացի ամենակարևոր հարցը դառնում է ոչ թե այն, թե ով ինչ տարածքի մասին է հայտարարում, այլ որ կողմերը նույն տրամաբանությամբ են արդյոք առաջնորդվում։ Տիգրանաշենի մասին խոսելիս Երևանից հայտարարում են, այն հայկական տարածք չէ, իսկ Արցվաշենի վերաբերյալ Բաքվում չեն էլ խոսում։ Հակառակը, Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է Հայաստանի նկատմամբ առաջ քաշել սեփական տարածքային օրակարգը։ Քաղաքագետ Ստեփան Հասան Ջալալյանի գնահատմամբ սա փոխադարձ զիջումների տրամաբանություն չէ։ Ադրբեջանի խոսույթում ոչ միայն Ադրբեջանի գործող վարչակազմի, այլ ընդհանրապես չի եղել որևէ դեպք, ես չեմ հիշում Ադրբեջանի որևէ ղեկավար, սկսած առաջին նախագահից, ոչ Այազ Մութալիբովը, ոչ Աբուլֆազել Չիբեյը, ոչ Հեյդար Ալիևը, ոչ գործող ղեկավարը Ադրբեջանի, որ ասեն թե այս կամ այն տարածքը պատկանում է Արցախի հանրապետությանը կամ պատկանում է Հայաստանի հանրապետությանը, մենք պիտի վերադարձնենք, պատրաստ ենք քննարկել այդ տարածքը վերադարձնելուն։ Չկա։ Հասան Ջալալյանի խոսքով խնդիրը կարող է դուրս գալ քաղաքական հայտարարության սահմաններից եւ հետագայում վերածվել բանակցային կամ միջազգային իրավական ռիսկի։ Միջազգային հանրությունը կարող է հարց բարձրացնել, որ ուղղված Հայաստանի ղեկավարությանը, որ չէ որ դուք ասում եք, որ սրանք ադրբեջանական տարածքներ են, սրանք Հայաստանինը չեն։ Հիմա ինչու՞մն է բանը, որ ուրեմն չեք վերադարձնում կամ այսպես երկմտում եք եւ այլն։ Իհարկե, եթե դու ինքդ ես հայտարարում ես տարածքների ոչ Հայաստանապատկան լինելու մասին, ապա օտարից ինչ պիտի պահանջել կամ ակնկալել։ Երևանն ու Բաքուն սկսում են խոսել նույն լեզվով։ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունների աճող նմանությունը ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը վտանգավոր միտում է համարում։ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ հպարտացել է, որ իրենք ասել են նրան, որ խոսույթները նմանվում են։ Իսկ խոսույթների նմանությունն այն է, որ Ադրբեջանն էլ է թիրախավորում Հայաստանի հետ կապված տարբեր գործոններ հանգամանքներ, Փաշինյանն էլ է թիրախավորում նույն բանակի հետ կապված, բանակի մարտունակության հետ կապված ադրբեջանական Հայաստանի ղեկավարի խոսքերը կրկնվում են, հայ առաքելական եկեղեցու հետ կապված, Քյուրքի հետ կապված, տարբեր հանգամանքների Արցախի հետ կապված այդ խոսքերի կրկնությունը այն է, որ Փաշինյանը կրկնում է Ալիևին։ Արցվաշենի վերադարձի մասին Բաքվում լռում են, իսկ Երևանից հնչում են սեփական տարածքների պատկանելիությունը կասկածի տակ դնող ձևակերպումներ, եւ հենց այս հակադրությունն է փորձագետներին մտահոգում։ Նրանց գնահատմամբ, եթե մի կողմը շարունակում է առաջ քաշել պահանջներ, իսկ մյուս կողմը խոսում է զիջումների հնարավորության մասին, խաղաղության գործընթացը կարող է գնալ ոչ թե փոխադարձ զիջումների, այլ միակողմանի զիջումների ճանապարհով։